Ընտիրություն սիրելիներս, դուք եք ցանկանում իմանալ ինչպես են պատրաստել այս աղցանը։ Գնացինք պատրաստելու միասին։ Բարի օր, ժողովուրդ ջան, բարի օր իմ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստել աղցան, բայց ասեմ ձեզ, աղցանը լինելու է տապակած հավ, իր հետ հավի կրծքամիս։ Ունեմ 400 գրամ հավի կրծքամիս, կտրատե պատրաստել եմ, սոխարածի համար, ունեմ կարմիր ու կանաչ պղպեղ, խառը, բլղուր, արդեն բլղուրը էփել եմ, քիչ էփեմ տվել վրեն, որպեսզի հում չլինի, բայց շատ փափուկ չլինի։ Ունեմ քունջուր ձեռքիս տակ եւ լոլիկի ճիր ձեթի մեջ պատրաստած սիրելի հետևորդներ ջան։ Ունեմ սպիտակ լոբի խաշած պատրաստած։ Եվ ունեմ իմ պատրաստած սոուսը, կծու սոուս, կծու պղպեղ չիլիա կոչվում։ Չիլի կծու պղպեղ ունեմ եւ վերցրել եմ, ես եմ պատրաստել սիրելիներս։ Ում հետաքրքիր է իմ պատրաստած սոուսը, թող հարցնեն։ Կարող է ոչ մեկին էլ հետաքրքիր չի այս սոուսը։ Հիմա տեսեք, վերցնում եմ ձիթապտղի յուղ, սիրելիներս։ Ձիթապտղի յուղը տաքացրած արդեն մեր գեղեցիկ համանը։ Հետո այս բոլորը, հիմա չասեք ռոզատատիկը շատ է վերցնում ձիթապտղի յուղը, որովհետև այս բոլորը թողելու եմ սառչի, սոխն ու հավի կրծքամիսը։ Հիմա սոխը լցնելու ժամանակն է, լցնեմ, սոխը տապակեմ, հետո ավելացնեմ հավի կրծքամիսը։ Ուշադիր նայեք մինչև վերջ ձայնագրությունը, վիդեոն նայեք մինչև վերջ, որովհետև այս բոլորը պետք է տեսնեք դուք։ Դրա համար մինչև վերջ նայեք։ Նայեք, սիրելի հետևորդներ, սոխը տապակվեց, հիմա լցնում եմ հավի կրծքամիսը, սիրելիներս, այսպես։ Հիմա կտապակեմ հավի կրծքամիսը նույնպես։ Ասեմ ձեզ իմանաք, այս աղցանը իմ նոր բաղադրատոմսն է։ Լրիվ նոր, ոչ մի դեռ չեմ պատրաստել, ոչ ոք դեռ չգիտի այս աղցանի մասին, բացի իմ սիրելի հետևորդները, որ պետք է իմանան։ Դրա համար խնդրանքս տարածեք, որպեսզի շատ-շատերը տեսնեն ռոզատատիկի նոր բաղադրատոմսը։ Շատ համեղ ընտիր փորձել եմ ես, նոր եմ պատրաստում, բայց ինքը նոր բաղադրատոմս է։ Փորձեցի սկզբից, հետո պատրաստում եմ ձեզ համար, որ դուք էլ պատրաստեք։ Բացի հավի կրծքամիսից եւ սոխից, սիրելի հետևորդներ, եւ մեր իմ պատրաստած սոուսից, մեկ էլ քունջուտը։ Ոչ մի բան տաք չի լինելու, բայց ես տաք չեմ լցնելու վրան։ Ես թողելու եմ սառչի, տապակելուց հետո։ Սա լինելու է մեր հիմնական սոուսը։ Հիմա թողնեմ, որ սառչի, հետո կխառնեմ արդեն մնացած բաղադրիչները։ Ես հիմա էլ կարող եմ արդեն խառնել ձեր աչքի առաջ, որովհետև սրանցից ոչ մեկը տաք չի լինելու։ Կարմիր եւ կանաչ պղպեղ, քաղցր։ Լոլիկ, ինչպես ասեցի, ձեթի մեջ պատրաստված կարմիր լոլիկ, ճիրը սկզբից, ամենասկզբից պատրաստում են, լոլիկը չորացնում են, ճիրեն սարքում, հետո նոր ձեթի մեջ պատրաստում են։ Եթե ցանկացած կլինի, մյուս անգամ կցուցադրեմ։ Դեսնում եմ մեր բլղուրը, պատրաստել եմ արդեն։ Սա իմ հիմնական սառը բաղադրիչներն են եւ քունջուտը միասին եմ անելու։ Քունջուտը մի քիչ բովել եմ առանցի, որպեսզի ավելի համեղ լինի։ Հիմա վերցրել եմ 1 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ, արդեն գցել եմ սիրելիներս, եւ ձեր աչքի առաջ վերցնում եմ այսպես քունջուտ։
երեք այսպիսի բուր սիրելիներս վերցրել եմ քունջուտ։ Հիմա արդեն մեր հավն ու սոխարածը պատրաստ է։ Պետք է լցնեմ սոուսը, բայց թողնում եմ, որ քունջուտը մի քիչ մսի ու սոխի հետ մի քիչ էլ տապակվի։ Ցանկացողները թող լցնեն սխտոր, ովքեր որ սիրում են սխտորը։ Ես սխտորը գցել եմ սխտորի փոշի, մի թեյի գդալ, լցրել եմ սոուսի մեջ։ Սոուսը այսքան չի, շատ է, բայց ես ուզում եմ ասեմ, որ լցրել եմ մի թեյի գդալ սխտոր սոուսի մեջ։ Հիմա սա լինելու է սիրելի հետևորդներ, մեր հիմնական սոուսը, ուրիշ սոուս չունի մեր աղցանը։ Հիմա թողնելու եմ սա սավճի և լցնելու եմ մեր մնացած բաղադրիչների վրա։ Ինչպես ձեզ ասեցի, ցանկացողները, ովքեր որ ուզում են ավելի լավ իմանան, բայց խնդրում եմ, որ սկզբից մինչև վերջ նայեք, որովհետև այսքանը ես չեմ կարող հաթաթ բոլորի համար առանցին գրել։ Նայեք սկզբից մինչև վերջ, վիդեոն դրեք և պատրաստեք։ Դժվար չի լինի։ Վերջացինք արդեն։ Սա պատրաստի վիճակն է, սոխարածի և մեր հավի կրծքամսի։ Հիմա թողնում ենք սարճի և արդեն բոլորը միասին կմիացնեմ և կմիանամ ձեզ կցուցադրեմ աղցանի վերջնական տեսքը։ Սա իմ նոր տարբերակն է, նոր բաղադրիչներով և նոր։ Արդեն մեր սոխարածը սառեց սիրելիներս, լցնում եմ արդեն մեր աղցանի վրա։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ տեսք է ստանալու մեր աղցանը, իսկ համի մասին խոսելն ավելորդ է։ Հիմա արդեն խառնում եմ։ Թարմը համեմը կտրտեցի, հիմա վրեն լցրեցի թարմը համեմ, որպեսզի ավելի անուշ համեղ, համ բույրը անուշ, համ համը անուշ, համ էլ սիրելիներս պատրաստողը անուշ։ Հիմա փորձում եմ ձեր ներկայությամբ անուշ բույր ունի, ասեմ շատ բույրը անուշ է, համն էլ հիմա կփորձեմ սիրելի հետևորդներ ջան, ու ձեզ ասեմ ինչ համեղա կամ համեղ չի։ Ընտիրություն սիրելիներս, ընտիրություն, համեղություն, ոնց ասեք հետը գալիս է, սազում է հետը սիրելի ժողովուրդ, անմահական, պատրաստեք իմ սիրելի հետևորդներ, անպայման պատրաստեք և անուշարեք, ոնց որ մենք ենք այսօր անուշանելու։ Սիրում եմ ձեզ, մեզ մնում է հավանել, հետևել և տարածել սիրելիներս, թող բոլորն էլ պատրաստեն Ռոզա-տատիկի նոր բաղադրատոմսով աղցանը։ Սիրում եմ ձեզ, մնացեք ինձ հետ։